Թեհրանը մերժել է Վաշինգտոնի առաջարկած 48-ժամյա հրադադարը։ Ֆարսը հայտնում է, որ ամերիկյան զինված ուժերը լուրջ խնդիրներ ունեն, քանի որ սխալ են գնահատել Իրանի ռազմական ներուժը։ Իրանն ու ԱՄՆ-ն այս լուրը պաշտոնապես չեն հերքել։ Կողմերը միայն հաստատել են Իրանի եւ Պարսից ծոցի երկնքում խոցված ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռների մասին տեղեկությունը։ Խոսքը F-15 եւ A-10 կործանիչների մասին է։ Երկու օդաչու փրկվել է, երրորդ օդաչուն, որ անհետ կորած էր եւ նրա համար գլխագին էր հայտարարվել, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գերեվարվել է։ Իսրայել-ամերիկյան ուժերը բազմիցս հայտարարել են, թե Իրանը հոբ համակարգ չունի, մինչդեռ այն ոչ միայն գոյություն ունի, այլև կարողանում է խոցել F-35 մակնիշի աշխարհի ամենաանտեսանելի ինքնաթիռներից մեկը։ Նկատում են ռազմական փորձագետները։ Տարբեր աղբյուրներ, այդ թվում Թասնիմը, հայտնում են, որ Իրանը հնարավոր է այս գիշեր եւս մեկ կործանիչ է խոցել, ենթադրվում է F-16։ Լրատվականը լուսանկարներ է հրապարակել հավանական դեպքի վայրից։ Մի քանի լուսանկար էլ Քուվեյթի ամերիկյան բազայից է տարածվել։ Իրանական անօդաչուներն ամերիկյան տրանսպորտային ուղղաթիռ են խոցել։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ինքնաթիռների խոցումը չի ազդի Իրանի հետ շարունակվող բանակցություններին։ Թեհրանը չի հաստատում, որ Վաշինգտոնի հետ որևէ երկխոսություն կա։ Կողմերի երկխոսության վերականգնումը կարևորել են Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները։ Մերձավոր Արևելքում 5-րդ շաբաթը շարունակվող պատերազմը հեռախոսով քննարկել են Պուտինն ու Էրդողանը, ընդգծելով ռազմական գործողությունների ընդլայնման վտանգը։ Flight Radar 24-ի տվյալներով այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների մեծ խումբը հատել է Ատլանտյան օվկիանոսը եւ շարժվել դեպի Մերձավոր Արևելք։ C-17-ներն օգտագործվում են անձնակազմ, ծանր տեխնիկա եւ զրահապատ մեքենաներ տեղափոխելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, սա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ ավիափոխադրումներից մեկն է։ Վերջին 24 ժամում իսրայել-ամերիկյան հրթիռների հարվածի տակ կրկին Թեհրանն ու երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավթաքիմիական գործարաններն են եղել։ Բուշերի ատոմակայանի վրա հարվածների հետևանքով զոհվել է աշխատակիցներից մեկը։ Ըստ իրանական կողմի, ատոմակայանի հիմնական մասերը չեն վնասվել, արտադրությունը չի տուժել։ Մագատեն նույնպես ճառագայթման մակարդակի աճ չի գրանցել։ Ավելի վաղ Իրանն ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը մեղսակից է համարել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից իր միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հարցում։ Իրանական հարվածներից վնասվել է Դուբայում ամերիկյան ծրագրային ապահովման ընկերության շենքի ճակատային մասը։ Անվտանգության նկատառումներով Դուբայում կաթոլիկ եկեղեցիները չեղարկել են բոլոր պատարակները։ Բահրեյնի ամերիկյան բազաներից Վաշինգտոնը տարհանել է իր նավաստիներին։ Թել Ավիվը քարտեզներ է հրապարակել, հայտարարելով Թեհրանի հակաօդային պաշտպանության օբյեկտներն ու հրթիռային պահեստները խոցելու մասին։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր երկրի հյուսիսային շրջանների վրա լիբանանյան Հեզբոլլահի հարվածների մասին։ Ըստ Reuters-ի ԱՄՆ հետախուզությունը զգուշացրել է, որ Իրանը ամենայն հավանականությամբ մոտ ապագայում չի բացի Հորմուզի նեղուցը։ Ալ Ջազիրան հայտնում է, որ Իրանը Հորմուզի նեղուցը օգտագործելիս երկրները բաժանել է թշնամական, չեզոք եւ բարեկամական խմբերի ու հայտարարել, որ այն բաց է բարեկամների համար։ Թասնիմը հայտնում է, որ այսօր Իրանը թույլատրել է առաջին անհրաժեշտության ապրանք եւ մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզով։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։